Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել։ Նա խնդրել է ձայնագրել իր խոսքն ու հանրայնացնել։ Վարդանյանն ասել է, որ լավատես է ու վստահաբար պատվով հաղթահարելու է դժվարությունները։ Նա նաև խաղաղության կոչ է արել, հիմնված մարդկային հիմնարար արժեքների եւ արժանապատվության վրա։ Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ամբողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի։ Ասում է Վարդանյանն ու հավելում, որ իրեն մեղադրում են ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից ի վեր։ Խնդիր չկա, ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը, բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու եւ дուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը, չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են։ Во-первых, хочу всех вас поблагодарить за поддержку меня. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար։ Ես դա զգում եմ, դա ինձ ուժ է տալիս։ Միտքը նյութական է։ Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է։ Ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք։ Մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի եւ ես այս ճանապարհն եմ ընտրել։ Ուզում եմ ընդգծել, որ իմ այս որոշումը պայմանավորված չէ ինձնով, իմ վիճակով կամ մեկուսարանի պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ մինչև ապրիլի 24-ը հացադուլի մեջ էի։ Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում դատական այս process-ը։ Это процесс, это протест против процесса, против того, как идет данный процесс. Ողջավալ լինելու արցախցիներ եւ հայեր բոլորի հետ միասին։ Մենք ամեն ինչ հաղթարելու ենք, ես սիրում եմ, հարգում եմ եւ վստահ եմ, որ չնայած բոլոր ծանր դժվարությունների, որ մեր առջև կայնած ենք, որ մեր առջև կանգնած ենք, մենք կհաղթարենք այդ դժվարությունները։ Կներեք իմ հայրենի համար մի քիչ դժվար է խոսել։ Ես ձեր հետ եմ Ռուբեն Վարդանյանը որպես Կարլենի տղա, Համո Վարդանյանի թոռ եւ իմ բոլոր ժառանգայից ծնողների որդին, իմ Արցախի տատիկի եւ բոլոր ուրիշ մոտիկների շնորհակալ եմ ձեզ բոլորին, որ դուք ինձ տվել եք այս երջանկությունը հայտնելու եւ սիրելու իմ հայրենիքը։ Վաղ առավոտից հասարակությունը տարբեր գործիչներ ու հեղինակավոր անհատներ վերլուծում են Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Մի մասի համար սա հրաժեշտի ուժեղ մարդու խոսք էր, մյուսներն էլ պնդում են, որ Ռուբենը չի հանձնվում եւ չի հանձնվելու։ Երեկոյան Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ուղերձով։ Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը, որն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը իհարկե իր համար կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ դա անմարդկային պայմաններում մարդ մնալու մասին ուղերձ էր։ Կյանքում շատ ավելի կարևոր գաղափարներ կան, քան կուսակցական շահը, պաշտոնը, անձնական շահը, նյութական շահը։ Իմ կարծիքով այս ուղերձը դրա մասին էր։ Այս ուղերձը պատվով ապրելու մասին էր, եւ դա վերաբերում էր ազատության մեջ գտնվողներին, հասցեատերերը մենք ենք։ Ժամանակն է դադարեցնել հայկական աշխարհի պառակտվածությունն ու թշնամանքը։ Ժամանակն է գնալ ազգային եւ պետական վերածննդի։ Ճիշտ Հայաստանը սա է։ Ես գիտեմ, որ շատերը Ռուբենին լսել են արցունքն աչքերին։ Ես Ռուբենին շատ լավ եմ ճանաչում եւ ուզում եմ ասել հասկանալով ու կիսելով ձեր բոլոր զգացմունքները։ Ռուբենի խոսքը լաց լինելու մասին չէր, այն պինդ լինելու, սկզբունքային լինելու, արժանապատիվ լինելու պայքարի մասին է։ Ես բոլորին կոչ եմ անում, որ հենց այս ճանապարհով մենք գնանք, միասնական, արժանապատիվ, ամուր եւ գիտակցված։